մեղադրում են համացանցում, թե Արտյոմ Թումանյանի պատճառով Արմեն Գրիգորյանը մահացավ։ Ես ուզում եմ այս մասին անդրադառնալ։ Ուրեմն ես չեմ Դուք միակ ցուցմունք տվողն եք, չէ՞, որպես տուժող։ Ընդհանրապես ես ոչ ցուցմունք եմ տվել, ոչ մի բանի չեմ մասնակցել։ Ուղղակի Արմեն Գրիգորյանի մի քանի անգամ արած կոչին, որ շիրակցիները, գյումրեցիները եւ Հայաստանի 52%-ը թուրքից ծնվածներ են։ Հիմա ես չեմ ասում ասելու համար, դուք բոլորը դա լավ գիտեք։ Բայց ես ոնց չկանգնեմ իմ շիրակցու, գյումրեցու թասիբին։ Ասել եմ, ես քո բարերով կա տեսանյութը համացանցում YouTube-ում կարող եք գտնել։ Ասել եմ, ես քո բարերով չեմ արտահայտվելու, բայց ասել եմ, դու քո պատիժը ստանալու ես։ Հիմա դրանից հետո մարդը մահացել է, այստեղ Արտյոմ Թումանյանը ինչով է մեղավոր։ Եթե ես իմանա, որ իմ խոսքով մարդիկ են մահանալու, այսօրվանից կկանգնեմ այնքան մարդու համար այնքան բան կասեմ, որ թող գնան մահանան։ Բայց ձեր խղճին չի ծանրացել, որ դատարանում մահացավ Արմեն Գրիգորյանը։ Իհարկե ցանկացած հայով ցանկացած հայ, տեսեք, պատերազմի ժամանակ, երբ որ մենք պատերազմի դաշտում էինք, մենք չենք նայում ով որ կուսակցությունից է, ով է դեմ, ով է կողմ, մենք մի նպատակ ենք ունեցել, պահպանել մեր հայրենիքը։ Իրականում Արմեն Գրիգորյանով ես շատ եմ ուրախացել Պատանի տարիներից, երբ որ իրանք մեր անունը բարձր են պահում հայկական ԿՎՆ-ը։ Ես դա չեմ շղթում, բայց նաև չեմ էլ կարող վիրավորանքը հասցված իմ ազգին, ինչ է նշանակում շիրակցին, գյումրեցիները թուրքի ծնունդ են։ Այդ ծնունդը իմ ընտանիքի անդամն է, այդ թուրքը համարել է իմ ծնողին, իմ հարևանին, իմ բարեկամին, իմ ընկերներին, բայց յուրաքանչյուր իրան հարգող մարդը պետք էր պատասխանել։ Թուրք բառից վիրավորվել եք, բայց վարչապետը անձամբ թուրք բառից չի վիրավորվում։ Տեսեք, հարցը թուրք բառը չէ։ Թուրքի, հիմա ես եթե ցիտեմ բառերը շատ վատ կլինի, ես թուրքից ծնված մարդիկ են։ Ես թուրքից ծնված մարդ չեմ։ Եվ խնդրում եմ այդ հարցը տվեք վարչապետին, թե ինքը ոնց է վերաբերվում, ես գյումրեցի եմ, ես իմ թասիբն ունեմ, ես գիտեմ ոնց եմ պատասխանում այդ հարցերի։